Հարգելի հեռուստատուներ, հեռանկարի հյուրն է Արդար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը, բարև ձեզ, պարոն Նորիկյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Իդեպ բավական երկար ժամանակ չեն զրուցել, մեր նախորդ զրույցը այս տաղավարում, եթե չեմ սխալվում, ընտրություններից դեռ մի քանի ամիս առաջ էր։ Եվ երևի թե ընտրությունների թեմայով սկսենք, ինչու այնուամենայնիվ ձեր քաղաքական ուժը որոշեց չմասնակցել նախորդ ընտրություններին։ Սա ի սկզբանե կայացրած որոշում էր, թե հասունացել էր այդ վերջի ընթացքում։ Գիտեք, Երևանի ավականու ընտրություններից հետո որոշակի, այսպես ասած, միտում արձանագրեցինք մեզ մոտ, առայն, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացները, ընտրական մշակույթը, քաղաքական պայքարի մեթոդաբանությունը, քաղաքական պայքարի տրամաբանությունը Հայաստանի Հանրապետությունում այն չէ, ինչի մասին մենք պատկերացնում ենք, բայց իհարկե վերջնական որոշումը կայացել ենք վերջին ժամանակահատվածում, հաշվի առնելով ստեղծված ստատուս քվոն քաղաքական ուժերի հաշվեկշիռը։ Եթե շատ ամբողջացնեմ իմ տեսակետը, մենք հետևյալ պայքարի ականատես եղանք՝ բիզնեսի եւ պետական լծակի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում մրցակցում էին պետական լծակները, իդեմս պետական լծակը իդեմս իշխանության եւ խոշոր բուրժուազիայի ներկայացուցիչները իդեմս հայտի գործարարների, այսինքն եւ խորհրդարան անցան բացառապես այն քաղաքական ուժերը, որոնց առաջնորդները ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում են ահռելի նյութական միջոցների։ Ես կարող եմ ընդհանրապես բյուրեղացնելով իմ տեսակետը արտահայտել, որ մենք ունեցանք մի արդյունք, որը հետևանք էր խոշոր կապիտալի եւ պետական իշխանության միջև բախման։ Պետությունը իր լծակներով հաղթեց խոշոր կապիտալին, որի արդյունքում ձևավորվեց այս խորհրդարանը։ Հետևաբար այս պայքարի գործընթացում, պայքարում մեր նման համեստ հնարավորություն ունեցող կուսակցությունները, քաղաքական միտք կրող անհատները, ընդհանրապես որևէ բացասական հետագիծ չունեցող անձերը, քաղաքական ուժերը չէին կարող որևէ դրական արդյունք ունենալ։ Իհարկե, տարբեր քաղաքական կուսակցություններ մասնակցեցին եւ նրանց արդյունքը բոլորիս համար տեսանելի է, բայց դրա միջով մենք անցել ենք 2021 թվականին։ 2021 թվականի որոշակի բյուրեղացված տարբերակներ։ Մեծ առումով ոչ մի էական բան չի փոխվել։ Հետաբար այս հանգամանքը հաշվի առնելով, ռեալ գնահատելով իրադրությունը, մենք սթափ հաշվարկելով մեր հնարավորությունները, ինչպես նաև քաղաքական ուժերի հաշվեկշիռը, որոշում կայացեցինք նախ մի կողմից չփոշիացնելու համար ձայները, ինչ որ մարդկանց կողմից հավելյալ թիրախ չդառնալու նկատառումից ելնելով, մենք ճիշտ գնահատելով իրավիճակը չմասնակցեցինք, բայց կրկնում եմ, պատուհանը դեռևս ամբողջությամբ փակված չէ։ Ես կարծում եմ առաջիկա 1-2 տարիները շատ լավ մեր հասարակության համար կներեք այս բառը օգտագործեմ, աչքերը բացելու իրականությունը առավել սթափ գնահատելու ժամանակահատված կլինի, մեր խոսքը ասելու ժամանակը դեռ առջևում է կարծես։ Հասկանալի է։ Հիմա ավելի շատ հետընտրական զարգացումներից, իրադարձություններից խոսենք։ Տեսեք, ընտրություններից հետո բոլոր քաղաքական ուժերը խորհրդարան անցածն ու նաև այն փոքր քաղաքական ուժերը, որոնք չկարողացան տեղ զբաղեցնել խորհրդարանում, սկսեցին մեկը մյուսին մեղադրել ընտրակեղծարարության մեջ։ Իշխանական թևը ասում էր, որ ընտրակաշարք է բաժանվել, որ ընտրական տուրիզմ, նոր տերմին մեր քաղաքական դաշտն ներխուժեցա, այնտեղից էլ ասում են ամենամեծ ծավալի Հայաստանի պատմության ընթացքում մանդատագողությունն է տեղ ունեցել։ Ըստ ձեզ ինչ դերակատարում ունեցավ առհասարակ ընտրակեղծարարությունը այս ընտրություններում։ Աշխարհի որևէ երկրում գոյություն չունեն իդեալական ընտրություններ, ցանկացած երկրի ընտրական գործընթացում էլ կարող են արձանագրվել խախտումներ, Հայաստանը բացառություն չէ եւ օրիգինալ պետություն չէ այդ առումով։ Սա այն դեպքն է, երբ պետք է ասեմ եւ իշխանությունը ճիշտ ասում եւ ընդդիմությունը ճիշտ ասում, որովհետեւ կա ճշմարտություն։ Մենք հավաքական առումով ինչ հետ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ նույնիսկ քրեական վարույթների արձանագրման փաստը ինքնին, մեղադրանքների ծավալը հուշում է, որ այս ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ ընտրակաշառքներով, այսինքն սա ակնհայտ է, առերևույթ, քանի դեռ
թեև չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, բայց այդուհանդերձ կան հրապարակված բազմաթիվ ձայնագրություններ, որոնցով առերևույթ երևում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ինչ-որ ուժեր, ինչ-որ անհատեր, ինչ-որ անձինք, ինչ-որ ուժերի օգտին ձայն ստանալու համար ինչ-որ նյութական միջոցներ են բաժանել մարդկանց։ Սա ինձ համար ակնհայտ է։ Որը նաև քանակ ու որակ է կազմել, քանակ եւ որակ է կազմում, այստեղ քննարկելու բան չկա։ Բայց դա ունի երկու երես։ Եթե Հայաստանի Հանրապետությունում նման համապետական միջոցառման ժամանակ նման մասշտաբի ընտրակաշարք է բաժանվել, կներեք, սա այսպես ասած հանցագործների առավելությունը չէ, դա իրավապահ համակարգի կամ այլ կերպ ասած իշխանության պարտությունն է, իշխանության ձևավորած միջավայրի հետևանքն է, նախորդ հնգամյակի կառավարման արդյունքն է։ Ես սա շատ մեղմ եմ ասում, որովհետև գիտեք ինչ, եթե դուք ստեղծել եք ինստիտուցիոնալ այնպիսի համակարգեր, այդ փող բաժանողը առնվազն պետք է խելագար լինի, որ ինքը ռիսկ անի, համարձակվի փող բաժանել։ Ուրեմն եղել են այդ սողանցքները կամ թույլատրվել է։ Իսկ մանդատագողությունը այդ ձևակերպման հետ համամիտ եք, թե գուցե իրականում կարող է թվերը տոկոսները այնպեսին լինեին, որ Բարգավաճ Հայաստանը տեղ չունենար, թե ի վերջո սերատակ ավելի շատ քաղաքական խնդիր, քաղաքական պատճառ։ Խորամուխ չեմ եղել ընտրական հանձնաժողովի որոշումների բովանդակությանը ծանոթանալու, ես ավելի շատ քաղաքական հարթության վրա եմ ծանոթ այդ միմյանց հանդեպ մեղադրանքներին, ես ավելի խորքային առումով է իմ համար կոնկրետ Բարգավաճ Հայաստանի թե մասնակցությունը, թե ընդհանրապես քաղաքական միջավայրում նրա գոյություն ունենալը, որովհետև մենք ինչի հետ ենք ականատես եղել։ Ի վերջո ո՞րն էր այդ քաղաքական ուժի քաղաքական միտքն ու բովանդակությունը։ Եղել է փող, եղել է փող, եղել է փող, ուրիշ ոչ մի բան։ Այստեղ խնդիրը հետևյալն է, նախ առասարակ ինչու պետք է այդ կուսակցությունը եւ այդ տիպի կուսակցությունները ընդհանրապես որևէ մասնակցություն ունենային քաղաքական process-ներում, առավել ևս նույնիսկ շատ մեծ մասնակցություն ունեին կառավարության մասային կազմում, պորտֆելներ ունեին։ Դրա համար էլ ասում եմ, այդ տիպի քաղաքական ուժերը ուղղակիորեն խաթարել են Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պայքարի տրամաբանությունը։ Այսինքն այդ իմաստով հիմա մենք դեպի բարելավում ենք գնում, որ այդպիսի ուժերին խաղից դուրս ենք անում։ Այո, եթե խաղից դուրս գան, եթե ընդհանրապես ավելին ասեմ, ես այդտեղ ավելի կտրուկ եմ։ Հայաստանի Հանրապետությունում երբևէ որևէ ժամանակահատվածում ընտրակաշարք բաժանած ուժերը, այդ ուժերի ներկայացուցիչները պետք է վռնդվեն քաղաքական դաշտից, ընդհանրապես զրկվեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից։ Իսկ այդ կուսակցությունների դադարեցումը օրենքով սահմանված կարգով պետք է հասնի իր տրամաբանական ավարտին, իսկ այդ կուսակցությունները բոլորին հայտնի են։ Այդ կուսակցությունները քաղաքական դաշտը կամայանա այդտեղ։ Ինչ? Քաղաքական դաշտը կամայանա երևի թե։ Չէ, չեմ կարծում, ես համաձայն չեմ հարգանքս ձեզ, բայց այնուամենայնիվ գուցե դա հենց նպաստի որակապես առողջ քաղաքական համակարգի ձևավորմանը։ Հիմա տեսեք ինչ խնդիր, մենք ինչի հետ ականատես ունենք, ովքեր են մասնակցել այս քաղաքական մարաթոնում եւ ովքեր են հասել հաջողության, ովքեր ունեն փող եւ ազդեցություն իշխանական։ Որևէ այլ քաղաքական ուժի ձեզ թվում է Հայաստանի Հանրապետության միջավայրում չկան խելացի մարդիկ, չկան քաղաքական առումով հասունացած մարդիկ, չկան փորձառու մասնագետներ։ Ես գնալով համոզում եմ հետևյալը, որ ժամանակն է մտածել մեծամասնական համակարգի ներդրման մասին, որովհետև իսկապես մենք ունենք հեղինակավոր անհատներ, որոնք կարող են իրենց ազդեցությամբ, հանրության մեջ ունեցած վստահությամբ գնալ օրենսդիր իշխանությունում աշխատելու եւ իրենց հասարակության ձայնը լսելի դարձնելու, բայց ստեղծվել է մի համակարգ, մի մեխանիզմ, որտեղ եթե դու չունես փող, շատ փող ընդ որում, եթե դու որևէ այլ ձևով կապված չես իշխանական լծակների հետ կամ չես տիրապետում իշխանական լծակների, դու որևէ ձևով չես կարող մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Ակուղի է այս առումով։ Հետևաբար ես խորապես համոզված եմ, որ այս կառավարման համակարգի փոփոխությունը, ընտրական համակարգի փոփոխությունը պետք է բերի որակապես նոր ընտրական մշակույթի ձևավորմանը։ Իսկ ձեր ասած, լավ, շատ կոնկրետ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում օլիգարխիան պետք է զրկվի իշխանության համար պայքարից։ Պայքարի հնարավորություն, ով ուզում է լինի։ Կյանք ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխիան չի կարող գալ իշխանության, չպետք է գա իշխանության, բայց եւ չպետք է տիրապետի քաղաքական լծակների։ Սամվել Կարապետյանին օլիգարխ համարում։ Գիտեք, ինչ որ առումով այո։ Հիմա տեսեք Սամվել Կարապետյանի եւ ձեր այդ նշած մեծ փողերի տրամաբանության մեջ կարող ենք ասել, որ հենց այդ մեծ փողերի ազդեցության հետևանքով
առաջացավ շատ կարճ ժամանակում մի քաղաքական ուժ, որը քաղաքական դաշտում միանգամից երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց, եւ սա զուտ որպես քաղաքական իրողություն նորմալ է, թե ոչ։ Ես վերջի 3 ամսվա մեջ հենց դրա մասին եմ խոսում հրապարակավ եւ զուտ, բայց իմ խոսքը առավել լայն վերաբերում է կամ ակնարկս իշխանությանը։ Դուք ինչ ինստիտուցիոնալ համակարգեր եք կառուցել, որ ընդամենը 6 ամսվա մեջ ընթացքում որևէ անձի հաջողվեց, ընդ որում քրեակատարողական հիմնարկում նստած, ստեղծել Հայաստանի թիվ 1 ընդդիմադիր խմբակցությունը, որը հավակնում է ամբողջական իշխանության։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է մի բանի մասին, որ Հայաստան չի խոսում։ Իհարկե, սա խոսում է Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ համակարգերի բացակայության մասին կամ ջախջախված լինելու մասին։ Սա խոսում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պայքարի եւ քաղաքական համակարգի չգոյության մասին եւ հենց դրա մասին դրա համար ես ասեցի, որ այս ընտրությունները պետք է վերնագրել պայքար փողատերերի եւ իշխանության միջեւ, որտեղ իշխանությունը հաղթեց փողատերերին, քաղաքական միտք ու բովանդակություն չի եղել եւ չկա եւ պետք է չի ակնկալել գործող խորհրդարանից, որովհետեւ տեսեք, ես 3 աչքի պոչով ծանոթացա կամ այսպեսի մի հրապարակման, երբ որ կառավարության ծրագրերով ըստ էության հռչակվում է Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Հիմա տեսեք, անունը ինչ ուզում եք դրեք։ Ուզում եք դրեք Մեծ Հայքի թագավորություն կամ Տիգրան արքայից արքայություն, չգիտեմ, Մեծ ծովից ծով Հայաստան ուզում եք դրեք, բովանդակությունն է պետք հասկանալ։ Երևի սա խոսում է նաև այն մասին, որ քաղաքական դաշտում մենք դատարկ տեղեր ունենք շատ մեծ։ Այո, բայց տեսեք, խնդիրը շատ այնքան ինձ համար ակնհայտ է եղել։ Ինձ թվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների իշխանությունները ցանկացած խորհրդարան ձևավորելիս առաջնորդվել են բացառապես սեփական իշխանության հնարավոր անվտանգության համակարգի ձևավորման տեսլականից։ Այսինքն հիմա ես չեմ ուզում կոպիտ-էպիտ ասել, բայց իմ կարծիքով առաջի խորհրդարանն է, որը կարելի ասել 100%-ով կցված է գործադիր իշխանությանը, 100%-ով։ Եթե նախորդ խորհրդարանները, նույնիսկ մենք խորհրդարան ենք ունեցել 2018 թվականին, որտեղ վարչապետը ընդհանրապես մեծամասնություն չի ունեցել։ Բայց հիմա մենք ունենք խորհրդարան, որը կարելի է 100%-ով համարել գործադիր իշխանությանը կցված։ Մյուս կողմից տեսեք, այդ նորաստեղծ կուսակցությունը, որը շատ կարճ ժամանակում առաջին ընդդիմադիր շարքերում հայտնվեց, շատերի կողմից չի ընկալվում որպես նոր քաղաքական ուժ, ընկալվում է որպես հին ու շատ հայտնի քաղաքական ուժ, ուղղակի դեմքն է մի փոքր ձևափոխված։ Կա այդպիսի ընկալում կա, բայց ես խնդրում եմ դուք դիտարկեք նաև, որ դա ավելի շատ քաղաքական պրոյեկտ է, որը չես կարող ասել, թե ինչ արդյունք կգրանցի, կապրենք կտեսնենք, ընդհանուր առմամբ ես գնալով համոզվում եմ, որ այն միջավայրը կամ այն քաղաքական համակարգը, որը ձևավորված է Հայաստանում, դա չի կարող նպաստել արդյունավետ իրավական, ինքնիշխան, ժողովրդավարական պետության եւ իրավական պետության կայացմանը։ Կրկնում եմ, քանի դեռ չկա առողջ պայքար քաղաքական ուժերի, գաղափարախոսությունների, ընկալումների, խոսում ենք 4-րդ հանրապետության մասին, ասում եմ ձևական կողմը մի կողմ թողեք, բովանդակային առումով մենք կարող ենք խոսել 4-րդ հանրապետության մասին, եթե արժե համակարգային տեսանկյունից կամ ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորման տեսանկյունից մեր պետությունը որակապես այլ փիլիսոփայությամբ առաջնորդվի, մասնավորապես թե անվտանգային ճարտարապետությունը փոփոխվի, թե տնտեսական համակարգերը փոփոխվեն, օրինակ նույնիսկ սահմանադրության գործող իշխանությունը երբ ասում է նոր սահմանադրությամբ նոր պետություն ենք կառուցում, այդ դեպքում մենք սա ոչ թե պետք է խոսել 4-րդ հանրապետության մասին, այլ 5-րդ հանրապետության մասին, որովհետև 2015 թվականին որակապես նոր սահմանադրություն դրվեց մեր պետության կառավարման հիմքում եւ ըստ էության կիսանախագահականից անցում կատարեցինք խորհրդարանական կառավարման համակարգի։ Եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է նոր սահմանադրությամբ 4-րդ հանրապետության մասին ավետի, այդ դեպքում ոչ թե 4-րդ, այլ 5-րդ հանրապետության մասին պետք է ավետի, որովհետեւ 15 թվականին արդեն նոր սահմանադրություն էր դրվել շրջանառության մեջ։ Հետևաբար ես գտնում եմ, որ անգամ սահմանադրությունը նոր բավարար չէ 4-րդ հանրապետություն կամ 5-րդ հանրապետություն համարելու համար։ Մեզ անհրաժեշտ է այսօր նիստի ժամանակ վարչապետը ասում էր, որ
4-րդ հանրապետություն երրորդից տարբերվում է նրանով, որ նախորդը ստեղծվել է պատերազմի այդ մթնոլորտում, այդ գիտակցության մթնոլորտում, իսկ սա խաղաղության, խաղաղասիրական մթնոլորտում։ Գիտեք, Փաշինյանի պատկերացումները խաղաղության եւ պատերազմի մասին շատ փիլիսոփայական են կամ կարելի ասել յուրօրինակ են, բայց պետությունների պատմությունը, եթե մենք քրոնոլոգիայի վերածենք եւ փորձենք հաշվարկենք, ավելի շատ պատերազմների պատմություն է, քան խաղաղության պատմություն։ Հետեւաբար, եթե մենք պետություն ենք, եթե մենք միջազգայինորեն ճանաչված տարածք ունենք, եթե մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք, եթե մենք հարևաններ ունենք, ցանկացած պահի այդ խաղաղության պլատֆորմը կարող է փլուզվել ու մեր կամքից անկախ մենք ներքաշվենք պատերազմական գործողությունների մեջ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը անդադ խոսում է խաղաղության մասին, եկեք բանակը լուծարենք, մենք մեզ հրճակենք, չգիտեմ, անդեմ կամ չեզոք պետություն, ասենք մենք տեսեք բանակ չունենք պատերազմելու նպատակ, չունենք պաշտպանվելու նպատակ, չունենք կամ որևէ ձևով պետական խորհրդանիշներին բնորոշ, այսպես ասած, ոչ մի արժեք չներկայացնող բան չունենք։ Մենք պատերազմ չենք ուզում։ Ամեն դեպքում մենք կարող ենք ասել, որ այսօր Հայաստանը ավելի, եթե չասենք ավելի խաղաղ երկիր է, բայց գոնե խաղաղության ավելի մեծ հեռանկարներով երկիր է, քան ենթադրենք 1, 2, 3 տարի առաջ։ Այո, բնականաբար այդտեղ պետք է որոշակյորեն նայել ակնհայտ է, որ անցած տարվա օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում այսպես ձևակերպեմ միտքս, որոշակի սպասելիքներ են գեներացվել, ակնկալիքներ են գեներացվել։ Բնականաբար թրիփի նախագծի ներդրումը կարող է ամբողջությամբ փոխել մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը, ամբողջությամբ փոխել աշխարհաքաղաքական ուժերի հաշվեկշիռը, նոր դերակատարների հայտ բերել, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես մի քանի անգամ ասել եմ, ինձ մոտ տպավորություն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարավային Կովկասում հենման կետ է դիտարկում Հայաստանը եւ լուրջ ներդրումներ է փորձում իրականացնել ոչ միայն նյութական, հետաբար այս տեսանկյունից շատ կարեւոր է զգուշավոր քաղաքականությամբ հասնել մեր տնտեսական եւ անվտանգային դիվերսիֆիկացիայի այնպիսի մակարդակի, որը Հայաստանը առավել խաղաղ ու առավել անվտանգ կդարձնի։ Մեր ժամանակը մոտենում է ավարտին, ես երկու հարց ունեմ դեռ, պարոն Նորիկյան, փորձեք կարճ։ Տեսեք, ձեր վերջին զրույցներից մեկում հանրադառնալով Հայաստանի ընտրություններին եւ Ռուսաստանի ազդեցությանը մեր դրական process-ներում նշել եք, որ Պուտինի խնդիրը նա էր, որ եւ իշխանությունը իրենը լիներ եւ ընդդիմությունը իրենը լիներ, այսինքն հիմա մենք ունենք հենց այդպիսի իրավիճակ կամ դրան մոտ իրավիճակ, որ եւ իշխանությունն է նրանը եւ ընդդիմությունն է նրանը։ Այո, ցավոք սրտի։ Այո, լավ, եւ նաեւ խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին եւ Սամվել Կարապետյանի մասին, նրանց ներկայացնում եք որպես զոհեր, ես հասկանում եմ այն իմաստով, որ ստիպողաբար են կարծես ներքաշվել քաղաքականության մեջ եւ դրանով են դարձել զոհեր։ Եվ ես վերահաստատում եմ, որ իմ համոզմամբ իրենք քաղաքական խարդավանքների զոհեր են, ըստեղ նաեւ ես մեր պետության խնդիրն եմ տեսնում, ակնհայտ է, որ իրենք նույնիսկ հնարավոր է, որ իրենք չգիտակցված, բայց օգտագործվել են աշխարհակաղակական կենտրոնների կողմից, մեր պետության, մեր իշխանության Նիկոլ Փաշինյանի զոհերին, որովհետեւ այս երկրի համար նաեւ պիտանի մարդիկ։ Այո, ես ասել եմ, ես հենց այդ իմ հրապարակում ասել եմ, որ պետք է եւ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին եւ բոլոր գործարարներին փրկել քաղաքական կործանումից։ Այդտեղ պետության խնդիրը ես տեսել եմ, որ պետք է պետությունը, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը ոչ թե պարկեսներ գետնին, այլ պետք է լուրջ աշխարհակաղակական խնդիր էր, որ պետք էր հասնել նրան ցույց տալու համար, համոզելու, նաեւ պահանջելու, որ այդ մարդիկ չօգտագործվեին Հայաստանի Հանրապետության դեմ, Հայաստանի Հանրապետության ներսում։ Պարզ իմ հարգանքս նրանց նկատմամբ ես անձնապես որևէ բան չունեմ, բայց իրենք պետք է գոնե Բելարուսի նախագահային կամ Ռուսաստանի նախագահային հարցնեին, դուք ինչպես կվերաբերվեք կամ ինչպես եք վերաբերվել Խոդորկովսկու հետ, Գուսինսկու հետ, Բերեզովսկու հետ, մնացածի հետ։ Դուք հիմա ուզում եք, որ մենք ճիշտ այն գործողությունները, որոնք այդ մարդիկ փորձել են անել Ռուսաստանում կամ Բելարուսում, դուք ուզում եք, որ մենք անենք Հայաստանում եւ հասնենք հաջողության։ Մեր հասարակությանը պետք է այսպես մահաճելի ձևով ներկայացնել, որ այդ մարդիկ քաղաքական խարդավանքների զոհեր են, այդ մարդկանց ներուժը պետք է օգտագործվեր եւ օգտագործվի ուժեղ Հայաստան կառուցելու համար, բայց ուժեղ տնտեսապես, արդյունաբերական առումով, բոլոր առումներով, բայց այդ մարդիկ քաղաքական առումով
պետք է զերծ մնան իրենց հավակնությունները դրսևորելուց։ Շնորհակալ եմ լավ զրույցի Ես համար, շնորհակալ եմ։ այսքան արգել հեռուստատոներ, հեռանկարի հյուրն էր Հարտար Հայաստան կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։